Բարի լույս ասեմ իմ լավ հետևորդներին և ինձ հարազատ դարձած մարդկանց։ Հարգելի հետևորդներ ջան, ինչ եմ որոշել այսօր անեմ։ Որոշել եմ պատրաստեմ աղանց, այստեղ էլ գետնանուշ եմ բովե, երեկոյան եմ բովե, հիմա տանեմ դուրսը, փչեմ թողես վրայի թեփուկները մաքրվի, հարգելիներս կեղևը։ Եվ պատրաստելու եմ աղանց, պատրաստելու եմ պտպտիկ, այսպես մեր ասած մանկության պտպտիկը։ Մաքրեցի, բերեցի, հիմա լցնենք այստեղ։ Սա էլ քանվել է, ցորենը լվացել եմ, հիմա թավան արդեն գազօջախին է, ինչ եմ անում հարգելիներ, սա կլցնեմ թավայի մեջ ու վրան կավելացնեմ, աղ կողվեմ աղով։ Սա դնենք մի կողմ, հիմա աղ լցնենք։ Այսօր բոլորիս տներում, մեր հայկական օջախներում, ժողովուրդը, մամաները, տատիկները, այսպես սիրում, պատրաստվում են տրնդեզին։ Հիմա սա բովեմ, կանեփն էլ լվանա։ Անցնենք կանեփին։ Ճաշ եմ եփում հատուկ Էլենչոյիս համար, այս փոքրիկ կաթսայով Էլենս դե ատամները սարքում է, ատամնաբուժարան է գնացել, հենց իր համար եմ պատրաստել, որ կա սենց ջրալի ուտի։ Քանի հատ ատամ ունի երեխեն սարքելու։ 9 հատ ատամ։ Ատամնաբուժը նայել է, ասել է 9 հատ ատամ ունես սարքելու, բուժելու, ատամ ունի հանելու։ Սա Էլենչոյիս համար եմ եփել արագի մեջ սովորական բրինձով ճաշ։ Տեսեք, արդեն ուզում է խառնվի, դա անդադ խառնեմ։
Ժողովուրդ ջան, ուրեմն սա բովելուց հետո թավան նորից մի հատ կլվանամ, լվալուց հետո նոր կանեփը կբովեմ։ Անպայման պիտի լվանամ, որ այս ցորենը որ բովում է, դե թավան ամեն դեպքում էլի սևանում է։ Հիմա մեջը պիտի լվանամ, որ կանեփն անում, որ կանեփն էլ մաքուր լինի։ Հեսա արդեն այս րոպեից կվերցնեմ։ Այսպես մոտիկից ցույց տամ։ Սա նորից լվանալ ժողովուրդ ջան։ Հիմա էլ արդեն կանեփը բովի։ Հիմա ուզում եմ կանեփին էլ ավելացնել։ Ոչ շատ։ Ոնց ուզում եմ անենց անեմ, որ այս գազը չկերտոտեմ, բայց չի։ Բոլոր անեմ վերջացնեմ, հետո նոր կմաքրեմ գազս։ Ես այդ ինչ հավասար է, կարմիրը շատ չեմ սիրում, որ այսպես մքանա ժողովուրդ ջան, այդ համը գալիս է, այդպես մի ձևի դառնա համ է տալի։ Սենց լավ է։ Ճաշն էլ արդեն պատրաստ է։ Քթարը հանեմ։ Արդեն պատրաստ։ Բայց կարելի է փոխած։ Լավն է։ Դե ժողովուրդ ջան, բոլորն էլ աղանձը ձեռքով եմ ուտում։ Ես չեմ պատկերացնում, որ աղանձը լցնել ինչ-որ ափսեի մեջ, սալատնիցայի մեջ թալով ուտել, չկա տենց բան։ Ձեռքով, աղանձը պետք է ուտել ձեռքով։ Մենք միշտ մանկության տարիներից սկսած, այսպես ասած, չնայած որ աղանձի սիրահար չեմ, որ ասեմ, այսպես սիրում եմ,
Սա էլ ավանդույթը անում ենք, ամեն տարի պարտադիր անում ենք, բայց աղանց ուտում են ձեռքով, տեսնում են սիրուն էսպես բռի մեջ ու ուտում են, թող ոչ մեկը չասի, մենք այդպես չենք ուտում, մենք սեն չէ, աղանձը այդպես ենք ուտում, չգիտեմ ով ոնց է ուտում, ես այդպես եմ ուտում։ Ես ավանդույթ է, որ բոլորս անում ենք, չնայած չունեմ նորապսակներ տանը, որ նորապսակ լիներ, դե արդեն տրնդեզը նորապսակների համար է, որ խարույկ են անում, ովքը փռացնում է նորապսակների, չգիտեմ ու այդպես մի քանի բաներ։ Սա անում ենք երեխաների համար, թոռնիկներիս համար, գազս տեսեք ինչ հայել։ Սա լցնեմ, խառնեմ աղանձին ցորենին։ Չգիտեմ էլենչոս սրանից կարա ուտի, թե չէ։ Հիմա էլ անցանք գլխավորին, ժողովուրդ ջան, պտպտիկին, պտպտիկը անում ենք ձեթով, ձեթի հետ աղ լցնեմ, նորից մի հատ էս թալներ լվանամ, որ նորից կարողանամ գործն անեմ։ Բայց թավան մուտիչլիկը կարող է մուտիչելիկը վերանը ծածկենք, տեսնենք ինչ կտնի վերջը։ Հալը տեսեք ոնց է կոտորում իրա։ Ժողովուրդ ջան, էս էլ է շատ լավ ստացվում, հələ նայեք, խշխշալ է, հստակի մասը ոնց է մի թեթև, սելացել է, բայց ոչինչ, էդի
սիրում բոլորը շարեմ սեղանին, անցնեմ ժողովուրդ ջան փոխինձին, այսպես։ Ուրեմն ժողովուրդ ջան, վերցրել եմ եռացրած ջուր, ավելացնում եմ շաքարավազ, իսի պատրաստեմ փոխինձը։ Ավելացնելու եմ կարագ, հենց եռացրած ջրի մեջ, կարագ, այս անգամ որոշել եմ այս տարբերակով պատրաստեմ փոխինձը։ Հետո կավելացնենք մեղր, ոչ շատ, այսքան։ Թալս փոխեմ, ավելի մեծ քան վերցնեմ, լավ խառնեմ, մեղրներ փոխինձ արդեն պատրաստ է, հիմա պետք է ժողովուրդ ջան ձևենք, գեղեցիկ ձևավորում տանք փոխինձին, ինչ եմ անում առայժմ, այսպես փոքրիկ գնդիկներ կանեմ, սա դնենք մոտիկ և ավելի հասկանալի կլինի, թե ինչ եմ անում, այսպես։ Սա դնենք այստեղ,
մեջն էլ ժողովուրդ ջան, ինչ ուզենք կարող ենք լցնել։ Այսպես։ Ինչքան մեծ վերցնենք գնդիկը, այնքան մեծ կստացվի։ Այսպես։ Հիմա սա վերջացնեմ, ժողովուրդ ջան, ուզում եմ իմ տարբերակով նորից պատրաստեմ տնական հալվա։ Դե Վարդույս այս պահին այստեղ չի որ գա պատրաստի։ Սրանք էլ ուրիշ տարբերակով կպատրաստենք։ Հիմա էլ անենք երկրորդ տարբերակը, սուրճի բաժակով, այսենց։ Սրանք տնենք մի կողմ։ Եմ այստեղ ունեմ քաղցր, կոնֆետներ, մանր, հիմա կձևավորենք, այսենց, գեղեցիկ կոնֆետներով, սա դնենք մի կողմ, սա էլ ես անցած հոլովակում ասեցի, որ սա հարգելիներս ցորեն է, քաղցր ցորեն ու վրային այսպես քաղցր կոնֆետը, սա էլ կարող ենք լցնենք այստեղ, հիմա անեմ երրորդ տարբերակը կոկոսի փաթիլներով, սա էլ այստեղ, հարգելիներս սա էլ վերջացրեցի, երեք տարբերակով էլ պատրաստեցի փոխինձը, հիմա էլ անցնեմ հալվայի,
Հիմա այս ալյուրը մի փոքր բովեմ, գույնը փոխվի, ալյուր ավելացնեմ յուղը, որի ծեփելու եմ յուղով, պատրաստում եմ յուղով։ Դե արդեն ես ժողովուրդ ջան շաքարաձուր պատրաստեցի, այս սրճոքի մեջ հենց դա է պատրաստում, ջուր և շաքարավազ։ Անդադ խառնենք, որ չկպնի տակը։ Ասենք անդադ կթալով անը, որ գնդիկներ չմնա, ալյուրի գնդիկներ։ Հիմա յուղը լցնեմ։ Ասեմ ժողովուրդ ջան, սա տարբերվում է վարդուս պատրաստած հալվայից, դե վարդուս պատրաստածը բոլորը յուղ և ալյուր է։ Իսկ այս տարբերակով որ պատրաստում եմ, այդքան էլ յուղ չեմ լցնում։ Չգիտեմ գազից նայեմ, թե թավայից նայեմ։ Ավելացնենք։ Դա արդեն կրակից վերցրել եմ, ինչ եմ անում, այսպես խառնեմ, նոր արդեն քաղցր ջուրը լցնեմ վրան ու շուշուտ խառնեմ ժողովուրդ ջան։ Այսպես մի խառնեմ։ Կլինեն մարդիկ, որ այս տարբերակով պատրաստում են, ես այսպես շատ եմ պատրաստել, չգիտեմ, բայց իմ վարդուհին ասում է իսկական հալվան, հենց այն իրա պատրաստածն է, ժողովուրդ ջան, սրա համ յուղ այդքան շատ չի լինում, համ էլ սիրոպով է, լցնենք։ Պետք է արագ խառնենք ժողովուրդ ջան, որ հավասարվի իրար։
Ես էլ այսպես ժողովուրդ ջան։ Հիմա այս սենց կտրենք։ Սա դնենք մի կողմ, իսկ մեկ դնենք։ Այս տարբերակով ուրեմն ասեմ հարգելիներս շատ փափուկ հալվա է ստացվում, փափուկ։ Հիմա ինչ պիտի անեմ ժողովուրդ ջան, հիմա այս պատրաստածներս տեղավորեմ, անցնեմ գազին, ինչքան որ կանգնել եմ այս գազօջախի մոտ, դեռ այդքան էլ պետք է կանգնեմ, որ գազը տեղին մաքրեմ, վերևից ներքև պիտի մաքրեմ, որովհետև ահա որ վիճակը, գազի վիճակը, դե ինչ անենք, որ պատրաստում ենք, պիտի տենց էլ լինի ժողովուրդ ջան, միայն առողջություն լինի, առողջ լինենք, այդ լվալուց, մաքրելուց, էփելուց երբեք չենք տրտնջա։ Ինչ անում ենք, անենք ուրախության, անենք մեր երեխաների համար։ Այսպես, այս անգամ էլ ես անկուզին փոխարինեցի գետն անուշով։ Սա էլ անեմ։ Հեսա թորնիկներս կգան, դե վարդույց պետք է գա, որ իմ բուժումը նորից շարունակի, սիստեմաները ժողովուրդ ջան, 5 օրվա սիստեմաներ էին ինձ նշանակել, 5 օրվա կներեք, մի շաբաթվա այսպես ասած, համ սիստեմաները, համ խմելու դեղերը, դե արդեն 2 օր ստացել եմ, այսօր 3-րդ օրն է, երեխեն պիտի գա, թորնիկներս էլ հեսա կգա, որտեղ իրանց մաման, ընդեղ էլ իրանք, երեխային, ու հետաքրքիր է իրանց համար, թե այսօր տատին ինչա պատրաստել, չնայած, որ իրանք էլ են պատրաստել իրանց տանը, իրանց տատիկներն էլ են անում տեղը տեղին ամեն ինչը, վարդուս կեսուրը ամեն ինչ էլ անում է, այսպես ժողովուրդ ջան։ Այսօր էլ պատրաստեցի այսքանը, աղանձն է, պտպտիկն է, ժողովուրդ ջան, մենք ասում ենք պտպտիկ, թող լինի մեզ համար պտպտիկ, հալվան է և այստեղ էլ փոխինձն է։ Նայեք ժողովուրդ ջան, ահա որ վիճակա, ահա որ, հələ նայեք, այսպես սենց սեղանով էլ ցույց տամ, դե որ մի գործ ենք անում, խոհանոցում ամբողջությամբ թափվում է, ինչ անենք, բա այ այսպես ոնց են անում ժողովուրդ ջան, այսպես անում են, մեկ էլ տեսնում ենք մաքուր, սիրուն, հələ մի հատ էլ մենք փորձենք, տեսնենք ոնց կլինի։ Փաստորեն ստացվեց մի ձեռքի շարժումով, հələ տեսեք ժողովուրդ ջան, ինչ իդեալական ձևով մաքրվեց իմ գազը։ Հիմա կասենք երանի, ամեն ինչը այդպես միանգամից ընկներ իր տեղը կյանքում, բայց ես կասեի չէ, ժողովուրդ ջան, որովհետև այդպես կյանքը հետաքրքիր չէր լինի։
Կյանքի իմաստն այն է, թե ինչի համար ենք պատրաստում, ում համար ենք պատրաստում, հարգելիներս, և ում համար ենք չարչարվում, մեր երեխաների համար։ Դե ինչ, այսքանով ավարտեմ, առողջ մնացեք և ցտեսություն բոլորիդ։